Անուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն Քրիստոսի երկրավոր կյանքի վերջին օրերուն հաջորդաբար դեղի ունեցած դեպքերուն մեջ հատուկ դեր գկրաբե ոտնլվան ավետարանին համաձայն Քրիստոս իր աշակերտները գհրավիրե իր մոտ եւ անագնգալմը գկատարե իրենց երբ կսկսի անոնց ոտքը լվալ Եվ 12 աշակերտներուն ոտքը լվալե հետո ինչպես քիչ առաջ մեր գարտացած ավետարանը կհիշեցնե մեզի Քրիստոս պատկամը կփոխանցե իր աշակերտներուն ասելով ինչ որ ես ցեզի կատարեցի նույնը կատարեցեք ձեր նմաններուն Աստուծո որդին խոնարհության քերակույն օրինակը տված էր իր աշակերտներուն եւ կսպասեր որ աշակերտները խոնարհության օրինակը դառնան աշխարհի մեջ ոչ միայն մարդոց խոնարհության մասին խոսելով ոչ միայն խոնարհության կարևորությունը շեշտելով այլ իրենց կյանքով իրենց բարքով իրենց գործով դառնան կենդանի օրինակները խոնարհության ու կա մարդկային կյանքի մեջ ավելի բերջախոս, ավելի կենդանի օրինակ խոնարհության, երբ կտեսնենք Աստուծո որդվույն մարդեղացումը, Աստուծո էջքը երկնքեն երկիր, մարդու փրկության համար, Աստված իր փառքեն խոնարեցավ ինչպես ավետարանը դարձյալ կհիշեցնե մեզի ծառայի գերբարանք արավ որպեսզի մարդուն ցույց տա խոնարհության կենսական կարևորությունը մարդկային կյանքի մեջ Քրիստոս խոնարհության այս քերակույն դիբարը իր քարոզներուն, ուսուցումներուն, ռաշակորձություններուն ընթացքին հատուկ շեշտ դրավ խոնարհության վրա, երբ ասավ, թե ես եկա ոչ թե ծառայություն ստանալու համար, այլ ծառայելու համար Աստված կուքա մարդուն ծառայելու համար մտածենք այս մասին Քրիստոս մանուկները իր քով գանչելով սիրեց քուրքուրած երկնքի արքայությունը մանուկներուն նմանցուց մանուկները նկատեց համեստության, խոնարհության, քեղեցիկ օրինակ եւ ասավ մանուկներով ես եղեք Քրիստոս մանուկներու մեջ տեսավ մարդկային խոնարհության, հերզության, ամենեն բավերական արտահայտությունը Մտածենք այս մասին
Սիրելի հավատացյալներ, եւ դակամին երկնքեն երգիր խոնարած Աստուծո որդին հիշեցուց իր շրջապատին, ասելով ան որ իր անձը կբարձրացնե պիտի խոնարհի, ան որ իր անձը կխոնարհեցնե պիտի բարձրանա։ Ու այս բոլորին որպես կենդանի խորձնական արտահայտություն Քրիստոս իր աշակերտներուն ոտքերը լված, Աստված այնքան կխոնարհի, որ նույնիսկ իր արարածին անարակ որդի դարձած, մեղքի դիրմի մեջ մխրճված, չարով ու չարիքով պատված, մարդուն ոտքը կլվա Աստված։ Մտածենք այս մասին, մտածենք ոչ միայն սաբահում, մտածենք մեր կյանքի բոլոր բահերում, ոչ միայն մտածենք եկեղեցվո մեջ, մտածենք մեր ընտանիքներեն ներս, մեր փորձերուն ընթացքին, մեր հավաքական կյանքեն ներս, երբ մանավանդ բահմը առանցին գլանք մեր անձերուն հետ, Աստված իր որդվույն ջամփով մեզի սորվեցուց խոնարհ լալ։ Ով է խոնարհը մարդկային կյանքի մեջ։ Երբեմն մենք սխալ կերպով կպատկերացնենք խոնարհ մարդը։ Կկարծենք, թե խոնարհը համեստ, խեղճ, տգար, հետևող, թիդող, տեսակետ չունեցող, մարդկային կյանքի լուսանցքին վրա գտնվող խեղճ անձն է։ Այս չէ խոնարհին մեր հասկացողությունը եւ երբեք այսպես պետք չէ լա։ Խոնարհը տեսակետ ունեցող, գեցվածք ունեցող, հեղինակություն ունեցող անձն է։ Սակայն խոնարհը այն անձը չէ, որ ինքզին կնկատե ամեն բանի կենտրոնը, ամեն բանի ալֆան եւ օմեգան։ Խոնարհը այն չէ, երբ կկարծե, թե ճշմարտությունը իր մոտն է։ Խոնարհը այն չէ, որ կկարծե, թե ինքն նպատակ է եւ ոչ միջոց։ Այս տեսակ անձը մարդկային կյանքի մեջ կգոչվի անպարտաբան։ Եվ Աստվածաշունչը գսե Աստված հակառակ է անպարտաբանին։ Քրիստոս իր կյանքով, իր գեցվածքով, իր պատգամներով ցույց տվավ մարդուն ասելով, թե անպարտաբանը դեղ չունի, պետք չէ ունենա ընկերության կյանքի մեջ, ան պետք է դառնա Քրիստոսի օրինակի նման խոնարհ, խոնարհության օրինակ։ Դժբախտաբար, սիրելի հավատացյալներ, ընկերության կյանքի մեջ կան անպարտաբաններ, ամենտեղ, բոլոր մակարդակներու վրա, մեր կյանքի բոլոր բնակավարներեն ներս, երբ մեկը քիչ բան գիտե, ինքզինքը կկարծե ամենակետ, երբ անցմը որոշ արժանիք ունի,
ինքինքը կնկատե ամենակետ, երբ մարդը որոշ բան մգուտա ուրիշին, կկարծե, թե ինք շատ կարևոր անձ է, և այսպես կարելի է շարունակել օրինակներ, որոնց մարդը կդարձնեն անպարտավան։ Անպարտավանությունը մոլություն է, խոնարհությունը, հեզությունը առաքինություն է։ Ոչ միայն քրիստոնեական կյանքի մեջ, քրիստոնեական բարոյականության մեջ այսպես է, այլ աշխարհի բոլոր գրոններում մեջ անպարտավանությունը մոլություն է։ Աշխարհի բոլոր գրոններն ալ կքարոզեն խոնարհություն, խոնար անձը ծառայող անձ է, խոնար անձը սիրող անձ է, խոնար անձը առաջնորդող անձ է, խոնար անձը դիվար անձ է, և այսօր մեր կյանքի մեջ, մեր եկեղեցվոր թե ազգային կյանքի մեջ մենք պետք ունենք դիվար անձերուն, դիվար օրինակ դառնալու համար ուրիշներուն, դիվար խոնարհության, դիվար ծառայության, դիվար բավերական սիրո, այդ անձերը հեղինակություն ունեցող, ինքնակիդակցություն ունեցող, նվիրումի ոգի ունեցող, դեսիլք ունեցող անձեր են։ Այսպես են խոնար անձերը, և խոնարհությունը մարդկային կյանքի մեջ ինքզինք կարտահայտե զանազան ձևերով։ Քրիստոսի օրինակը քերակույն օրինակ է խոնարհության։ Եվ միշտ հիշենք Քրիստոսի խոսքը, ան որ իր անձը կբարձրացնե, ալ խոսքով անպարտավան է, խոսքով, խորձով, մոտեցումով, կենցաղակերպով, խորձելակերպով, մտածելակերպով իր անձը պիտի խոնարհեցնե, և ճիշտ հակառակը այն որ խոնար է, իր անձը պիտի բարձրացնե և իր շրջապատը այդ անձի մեջ տեսնելով խոնարհություն, ծառայություն, սեր, համեստություն, պիտի բարձրացնեն այդ անձը, պիտի հարգեն այդ անձը, պիտի սիրեն այդ անձը։ Ահավասիկ սիրելի հավատացյալներ, Ոդնլվայի արարողության այս պատգամը Քրիստոսեն մեզ եկող և մեր եկեղեցվոր այս արարողության ջամփով մեր ժողովրդին կացող։ Միշտ հիշենք Քրիստոսի խոսքը, մեր թիմացը ունենանք մեր կյանքի մեջ այս Ոդնլվայի արարողութենեն եկող խորհուրդը ու պատգամը, որպեսզի ըլլանք խոնար, որպես անձ, խոնարհությունը մեր կյանքի մեջ ապրելով, թե մեր ընտանեկան և թե մեր հավաքական կյանքի մեջ այժմ և միշտ և ավիտյանս հավիտենից ամեն։